Արսինե Մինասյան, բարի ուշ երեկո Արսինե ջան։ Ողջույն Վազգեն ջան։ Բարի երեկո Արսինե ջան։ Մեզ համար սա ստանդարտ թողարկում չէ, որովհետև ունեցել ենք էլի թողարկումներ, մի քանիս է 175-ի մեջ, նույն ճիշտ 175-ից 40-ը մենք նստած էինք, մենք չենք վարում, կամ նստած էինք, կամ հետո հելել էինք, բայց չենք կարող վարենք, բայց այն մնացածը, որ մենք էինք, հյուրերը մեծամասամբ կամ մեզ համար ավելի անձնապես ծանոթ էին, կամ ավելի ընկալելի էին, բայց քո ի հայտ գալը մեր ոդկասթում մեզ համար որոշակի ռիսկային նորություն է։ Չեմ ասի ռիսկային։ Լարվածության ցենց ինչ-որ նշաններ եմ։ Բայց նաև հետաքրքրության, թե մեզ մոտ եւ թե լսարանի մոտ, որտեվ երբ մենք երեք հայտարարեցինք, ինձ թվում է, թե մեր լսարանում եւ թե ՔՊ-ում մեծ ռեզոնանս է ստացել դա, որովհետև հետաքրքիր է, շատերը արդեն մոռացել են գուցե, ես անկեղծ ասեմ, հիմա կարդում էի նյութեր քեզ հետ խոսելու համար պատրաստվելուց 2021 թվականի նյութեր, 20 թվականի վերջի, 21-22, երբ դեռ շատ ակտուալ էր այդ ամեն ինչը, եւ ոնց որ հետադարձ բանով հիշում եմ բաներ կար չէի հետեւել որտեվ այնքան շատ իրադարձություններ կային այնտեղ եւ տենց ոնց որ այլ իրականություն հա դալիներ եւ քո հետ կուզեմ մենք ամենասկզբից գանք որպեսի որպես առաջին դեմքից մասնակից այդ ջոկատի անդամ դու մեզ պատմես թե ինչի մասին էր այդ ամենը եւ հետո մենք ինչ որ հարցեր կտանք գուցե հիմա արի գանք 0-ից հա գանք 0-ից ինչի որտեվ իրականում այդ բանը մեծ քարոզչական ասպեկտ է ունեցել Արսինե ջան որը որ վստահաբար ինչի եղել ինչ որ իրականում ասվել է ու այդ քարոզչական ասպեկտը արվել է այն ֆոնին որ մենք ունեցել ենք այդ մեծ արհավիրքը, որ բերել են մեր գլխին սրանք, Արցախի կորստով այդքան երեխեքի եւ այլնի, դրա համար ինչ մեր համար շատ կարեւոր է նախ հյուրընկալելը եւ սկսել այդ ամեն ինչը 0-ից, ոնց հայտնվեցիր եւ այլն, խնդրեմ։ Շատ բարի, ուրեմն ամենասկզբից պատմեմ, որովհետեւ երևի 1 տարի անընդհատ քարկոծվում ես, հալածվում ես, տարբեր շրջապատներում ոնց սովորաբար մարդիկ բաժանված են երկու խմբի, նիկոլականներ եւ հականիկոլականներ։ Նիկոլականների մոտ դա շատ հերոսական քայլ է, հականիկոլականների մոտ դա շոու է եւ այլն, ու դու, քանի որ անձամբ մասնակցել ես, պետքա հակառակը արդարանաս միշտ դու մեղավոր չես ու փորձես իրավիճակը փոխել պատմելով ճիշտը բնականաբար կեսը հավատում են կեսը չեն հավատում կեսը քեզ անձամբ չեն ճանաչում մյուսը մի խոսքից մյուսը եւ այլն 0-ից գանք դե բնականաբար պատերազմի օրերին բոլորս էինք զբաղված եւ լծված էինք ազգին օգնելու գործով հա ով ինչով կարողանում էր մեկը ուտելիք էր հավաքում ուղարկում սահմանամերձ գոտի մյուսը մարդկանց էր բերում եւ ամեն մեկը իր մեծ թե փոքր լուման ունեին ազգի փրկության գործում ես մասնագիտությամբ շախմատիստ եմ մանկավարժ աշխատում էի դպրոցներում տարբեր հիմա զբաղվածության պատճառով էլ չեմ աշխատում ու շախմատի դասատու ուսուցիչ մարզիչ դասախոս շախմատիստ կարգ ուներ Իհարկե վարկանիշ էին։ Հա։ Որ դասատուկ ունենա էլի առնես բաներ կար։ Այդ ես չգիտեմ այդ ոլորտից։ Չէ, ավարտելով ֆիզկուլտ ինստիտուտի շախմատի բաժինը հենց։ Այսինքն մասնագիտությամբ շախմատիստ։ Հիմա դեռ չեն վերացրել այդ բաժինը։ Չէ։ Հա։ Դեռ չէ։ Դեռ չէ։ Եւ պատերազմի օրերին անընդհատ փորձում էի գնալ ինչ որ մի ձևով օգնել, մեքենաներով օգնություն էինք տանում, բերում ենք ու Լեռնային Ղարաբաղի տարածքում ունենք այգիներ փոքրիկ, որը շատ սիրով մշակում ենք։ Ճիշտ է, արմատներով ոչ մի կապ չունենք Արցախի հետ։ Այդ հիմա խոսում եք ձեր ընտանիքի մասին։ Չէ, իմ մասին։ Որ ունենք, դուք ունեք։ Ես ունեի այգիներ ու շատ հաճույքով ամառները անցկացնում էինք Ղարաբաղում։ Դրա համար տեղանքը ինձ շատ լավ ծանոթ էր։ Շատ 15-16 տարեկանից գնում էինք, հանգստանում էինք, մշակում էինք շատ սիրով։ Ու մինչև Աննա Հակոբյանի ջոկատին միանալը այդ օրերին անընդհատ գնում էինք, գալիս էինք ու միշտ փորձում էի գնալ ջոկատների հետ, նույնիսկ դիմում գրեցի ՊՆ, մերժեցին, ես Մասիսում եմ ծնվել մեծացել ու Մասիսի քաղաքապետը Դավիթ Հակոբյանի հետ Համբարձումյանի հետ ներողություն ունեմ շատ լավ հարաբերություններ խնդրեցի անձամբ, որ Մասիսի ջոկատի հետ միասին գնանք։ Կազմակերպել էինք արդեն, հասել էինք Արարատ Զոտ, ընդեղից հետ ուղարկեցին, բայց չի կարելի, չունեք ռազմական կրթություն, վայնի գրքույկ եւ այլն, ու դու ամեն ինչ անում ես, որ գնաս, փորձում ես ու չի ստացվում։ Ինչով է հիմա Ներեցել ճիշտ եմ հասկանում, դու
հստակ նույնիսկ չպատկերացնելով թե որն է լինելու քո այդտեղ գտնվելու Ուզեցել է գնա ֆրոնտ մարդը բանը օգուտը, այսպես ասած, ուզեցել ես ամեն ինչ քեզ հենց եկող անել։ Տես, ես ունեմ վարորդական վկայական ու շատ լավ վարորդ եմ, իմ բոլոր ընկերները կփաստեն դա։ Նույնիսկ օֆրոդ ճանապարհներին ցանկացած մեքենա շատ սիրով վարում եմ։ Ունեմ զենքի հետ վարվելաձև ու գիտելիքներ, ճիշտ է, մինիմալ, բայց ունեմ։ Ունեմ առաջին բուժօգնություն, այդ միջև պատերազմ ունեի դա։ Միջև պատերազմ։ Այսինքն դու սովորաբար կարող ես կրակել, կարող ես ռացիայից օգտվել, կարող ես հեռադիտակով նայել, այսինքն մինիմալ բաները։ Սովորական մարդը կարծում եմ հատկապես կանայք միգուցե չունեն այդ պատերազմը։ Միգուցե չունեն։ Բայց դպրոցում անցնում են ռազմական գործ, ռազմագիտություն առարկան։ Նիկոլն էլ անց է, բայց տեսանք ինչ եղավ։ Ինչև է։ Լավ։ Ու Facebook-ով իմ համար թերթում եմ, page-ը բերում եմ։ Առաջին տիկինը հավաքում է ջոկատ, որպեսզի գնան պատերազմ։ Նորոջ տիկինը ջոկատ, լավ, օքեյ։ Համարա գրած, զանգում եմ։ Որտեվ մինչև այդ ինչքան տեղեր կար հնարավոր, գրել ենք, դիմում ենք գրել, գնացել ենք, ամեն ինչ արել ենք։ Զանգում եմ, աղջիկա վերցնում, բարև ձեզ, ասում եմ բարև ձեզ, կարդացել եմ, ուզում եմ միանամ։ Օքեյ, վաղը ժամը 10-ին եկեք, իմ քայլը հիմնադրամ, հասցեն, էս ինչ տեղն է։ Օքեյ, գալիս եմ, սիրուն իմ համար, գնում եմ մեքենաս կանգնացնում եմ, բարձրանում եմ, ոնց եք տաղավարում դուք ընդունում, սիրուն, հյուրընկալում են, սուրճ են հյուրասիրում, բա վստահ եք, որոշել եք, ուզում եք գաք, ասում եմ, դե հա, դա բնականաբար անտրամաբանական է, որ մարդը գնա առաջի տիկնոջ ջոկատ ու ինձ իրան ասեմ, всё, давай, գնացինք, վերջ։ Դասում եմ լավ, ու լիքը անադեկվատ մարդիկ են նստած, աղջիկներ, կանայք։ Կեսը adekvat, կեսը adekvat, կեսը բարձրագույն կրթությամբ, կեսը ընդհանրապես տարեր գրել կարդալ չգիտեն եւ այլն, տարբեր մասաների ու ներկայացուցիչների մարդիկ։ Ով լսել է, գրել է, կանչել են։ Ասել են Թե պարզ է, չեմ կարծում որ տենց հազարավոր մարդիկ են եղել։ Չէ, մոտ 40։ Չէ, նկատի ունեմ դիմողները։ Ինչ որ մեծ կոնկուրս են էլի անցել։ Չէ, բացարձակ կոնկուրս չեն անցել։ Հələ որ բոլորին կանչել են, տենան ով է։ Ահա, հիմա դու գնացիր, դու 40-ից մեկն ես, պլյուս մինուս։ Ես 40-ից մեկն եմ։ Որը հայտ է ներկայացրել, ներգրավելու։ Հայտ նույնիսկ չի ներկայացրել, ուղղակի զանգել է։ Նախնական։ Զանգով պատրաստակամություն է հայտնել ներգրավելու Աննա Հակոբյանի ջոկատում։ Okay։ Okay։ Դե պատրաստ եք, գնում ենք, okay, գնում ենք։ Դե գնում ենք զենք ստանալու ու գնանք պատերազմ։ Միանգամից։ Այդ ինչ ընդդում է այդ օրն է։ Միանգամից այդ օրը։ Դե իմ համար մի քիչ տարօրինակ է, որ եթե առաջի տիկնոջ մասշտաբով է, նույնիսկ քո անձնագիրը չեն նայում, ստուգեն դու դատվածություն ունես, չունես, դու ով ես ընդհանրապես, որտեղից ես եկել, միգուցե ես հենց եկել եմ Թուրքիայից, միգուցե չգիտեմ, նու ամենատարական բաները, որ կարելի է ստուգել ուղղակի։ Գնում ենք զենք ստանալու ու լրիվ բրայվոյ ստալում ենք մեր զենքերը, ավտոմատները։ Առանց անձնագիր առազման։ Առանց անձնագիր առանց Մատյան էլ չի լինում, որևէ որտեղ գրանցել են օրինակ։ Ինչքան հիշում եմ, Մատյան լինում է։ Ինչքան հիշում եմ, բայց հստակ չեմ կարող ասել։ Հենց տեղում զենքերը տալիս են։ Տեղում զենքեր, կասկա, բրոնեժիլետ, բատինկա, ինչ որ կա, վայնի։ Այսինքն գոնե լավ եք պրծեց, ես չեն ասա տնից բերեք։ Չէ, տնից չենք բերի, ամեն ինչը լավ ստացած։ Ինչ կայֆ է։ Ինչ բան է, էլի, էքսպրես կարգով։ Էքսպրես։ Այն որ զանգում ես տուն, ասում ես ես գնում եմ, օրինակ ժողով, հետո ասում ես չէ, լավ կատակ եմ անում, ես գնում եմ զենք ստանալու, հետո ասում ես լավ կատակ եմ անում, ես գնում եմ պատերազմ։ Մոտավորապես է դա էվոլյուցիան։ Սա նորմալնով է, հաջող մենք ես վաղը կզանգենք, մոտավորապես այս ֆորմայով։ Հենց այդ օրը գնում ես զենք ստանալու։ Դրանից բոլոր, այսինքն բոլոր այդտեղ հավաքվածները իրանք չեն անցնում ինչ որ նույնիսկ։ Չէ, ոչ մի բան։ Հարցազրույց, որ հարցնեն ինչի եք եկել, ով եք, եկել եք, շնորհակալություն, գնացինք զենքը վերցնենք։ Եկել եք ձեր ցավն է տանը։ Գնում ենք զենքերը վերցնում։ Գնում ենք զենքերը ստանում։ Գնում ենք զենքերը ստանում ենք։ Պատրոններով բանով։ Թե պատրոնները պետք է պատրոն ոնց որ չէր լինում, չէ, պատրոն չի լինում։ Չէին դա պատրոնները։ Չէ, պատրոն չի լինում, բայց զենքը, կասկան, բրոնեժիլետ, ամեն ինչ լինում է։ Պոլնի էպիկիրովկա հենց այդ օրը մտնում եք, բարև ձեզ գնացինք զենքերի։ Գնացինք, օքեյ։ Գնացինք։ Ու մեկը մոտենում է զինվորական հագուստով, երևի չգիտեմ, մտածում եմ երևի տեղի ամենաադեկվատը ես եմ, որ գոնե կյանքում մի անգամ զենք բռնել է իր ձեռքում, ասում է դե տիկնոջ զենքը քեզ ենք վստահում։ Տիկնոջը այդ Աննա Հակոբյանի զենքը։ Այսինքն այդ քո զենքը քո դու Հիմա բռնես նա դե տիկնոջ զենքը։ իմ մոտ է ու ինձ հանձնում են առաջի տիկնոջ Աննա Հակոբյանի զենքը։ Մերը RPK էր, AK-74։ RPK, հենց RPK։ Հա։ Այսինքն RPK էր, ոչ թե սովորական AK։ Չէ, AK-74 էր, տիկնոջը կարծեմ SVD էր։ SVD։ Ինքը սնայպերն է։ Շատ լուրջ դիպուկահար ա եղել, էլի։ Հա, կարող լինի։ Այդ է ցա, օրինակ ես։ Բայց օքեյ է այդ, ասում եմ, լավ գրանատամյոտ չէ, տվել է կարել դրան։ Ինքը սնայպերն է։ Հասկացա։ Ասում եմ, զենքը կհանձնես տիկնոջը, ձեզ կդիմավորի։
ու դու ոչ որ Կներեք, վաստորագրում։ ինքը չկա ձեզ, Չէ, է։ ինքը զենք ստանալուց չկա։ Հա, դուք ստացաք, լավ, 40 հոգով վերցրեցիք, 40, չէ, այդ 40 հոգուց 4 հոգին կեսից փոշմանեցին։ որտեվ Այսինքն- իմացան, որ զենքի հետ կապ ունի այս ամենը։ Հա։ Իրանք մտածում էին զենքի հետ կապ չունի, պատերազմով всё-таки կարա ուրիշ բան լինի։ Հասկացա։ Okay, շատ թույն է, գնում Կորուստներ, ենք։ բայց այս նորմալ կորուստ է, 10% կորուստը նորմալ է։ Չէ, նորմալ է։ 10%-ը կորցրեցինք, 36-ով հասանք, զենքերը վերցրեցինք, Զենքերը վերցրեցինք, ուղևորվեցինք։ ամենաադեկվատն է։ Երևի, չգիտեմ, որտեվ ինձ Տենց է են ֆիքսել, վստահ։ դե իտոգում խեն հենց իրան։ Ունակ ես վստահ եմ, որ տենց է եղել դա։ փաստացի ես պահին միակ շարունակում եմ մարդն եմ, զարմանալ այս մարդու adekvatությամբ ու ու որ պատմում է, ես էլ որ պատմում եմ, ինձ թվում է շատ մեծ շատերի համար բացահայտում կլինի, որտեվ ես երբևէ չէի պատկերացնի, որ այսքան adekvat մարդ կարա ներգրաված լինի այդ process-ի մեջ, ես զուտ ասեմ ընկալումները, չեմ ուզում դիտակավորեմ ինչ-որ մարդկանց։ Ես վստահ եմ դիտողներն են անում, ասում են, որ ախպեր չեմ, բայց նորմալ աղ չկա։ Okay, զուտ այս անկեղծության ձևաչափով։ Ստացար նաև SVD-ն, երկու զենքը մոտը Լավ, ասում կամ սրանք իսկականից ամեն ինչ այդքան լուրջ է, շատ լուրջ է վիճակը, որ էլ չեն նայում ով է, ինչ է զենքը տալիս են։ Կամ ասենք գիժ են սրանք։ Ոնց կարաս մարդուն երկու հատ զենք վստահես, նույնիսկ անձնագրի տվյալ չիմանաս ով է։ Լավ։ Ասում լավ, okay, կտեսնենք SVD-ին էլ պատրոն չէին տվել, թե պատրոններն արդեն իմ կարծիքով Աննայի մոտ էր։ Ինչքան հիշում եմ, ոչ մեկին չէին տվել պատրոն։ Դե, Ինչքան հիշում եմ։ Լավ։ Okay, ուղևորվում ենք սիրուն, մեր հեռախոսները վերցնում են, որովհետև կապի միջոց պետքա չլիներ։ Okay, հեռախոսները սիրուն անջատում ենք, հավաքում ենք, ուրախ գնում ենք։ Ուր։ Գորիս։ Գորիս։ Այդ որ թվական Որ օրն է։ ամսաթիվը։ Պատերազմից երևի թե անցել էր մոտ 20-25 օր, որովհետև ես այդ ընթացքում անընդհատ գնում էի Ղարաբաղ գալիս էի, բայց հələ այն Գծետը հոկտեմբերի 10 քանից Շուշի Կներեք, գրավումից մի պետք է 15 օր Արի առաջ։ ուրիշ ձև հաշվենք։ Հայտարարությունը հոկտեմբերի կեսերին էր, եթե չեմ սան 15, 16, 17։ Հայտարարության հաջորդ օրը հավաքվել է ջոկատը։ Ու հաջորդ օրը դուք գնացել եք, այդ սա մի օրվա բան է։ Մի օրում։ Այդ մի օրն ես քո։ Այդ մի օրն է եղել։ Okay, դու գնացիր, հայտնվեցիր այդ սենյակում, որտեղ կային adekvat եւ ոչ այդքան մարդիկ։ Իրար Ես տարան զենք ստանալու։ գնացիք, զենքը ստացաք ու գնում ենք Գորիս։ Դες ասում եմ, որ գնում եք Գորիս։ Հա։ Լավ։ Okay, գնում ենք Գորիս։